գաղափարական նվիրյալ ազգային ժողովի համամասնական ցուցակի։ Իսկ ինչի արժանիքի համար պետք է ունենալ, որովհետև եթե օրինակ հարցում եք անցկացնում, շատ դեպքերի շատ մարդկանց շատ դեպքերի չի ճանաչում։ Ձեզ հասարակ մարդկանց ինչի պիտի ձեռնարկել։ Նախ պետք է ասեմ, որ ես կուսակցություն ընդգրկվել եմ 2016 թվականին։ Դրանից հետո եղել եմ արտադրի փոխմասպետը, ապա պատգամավոր, այսպես այդ պաշտոնամ զբաղեցնում քաղաքական գործունեությունը ես շատ ավելի վաղուց եմ սկսել, դեռ մանուկ հասակից, կարելի է ասել։ Սա 4-րդ անգամն է, երբ որ ես առաջադրվում եմ ձեր ազգային ժողովի պատգամավորի տեխնատու։ Քաղաքական գործունեությունը վաղուց եմ ծավալել եւ այդ ընթացքում բավականին ակտիվ եմ գտնվել։ Այնուամենայնիվ, այն գործունեությունը, որ ես իրականացնում եմ թե այս բանի թե մինչ այդ, ես գնահատում եմ բարձր եւ քաղաքացին դա տեսել է եւ տարբեր առիթներով արձագանքել է։ Ինչ գործընկերներ, ինչի համար ձեզ այն դիտել։ Բարի, ես կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամ եմ նաև ընտրվել եւ իմ նախորդ շրջանում կարելի ասել, եւ իմ գործունեության ընթացքում ներկուսակցական աշխատանքներում բավականին ակտիվ եմ։ Իսկ ժողովուրդը ձեզ ինչի համար պետք է հիշի, ինչի համար է հիշե, ինչ եք արել, որ ժողովուրդը պետք է ասի, գիտեք, ինքը մեր համար էս արել է, նրան պետք է հիշենք։ Եվ տեսեք, մենք հանդես ենք գալիս իբրև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ եւ հանդես ենք գալիս իբրև մեկ ամբողջական ուժ։ Ես չեմ ուզում անջատած լինեմ թե ինձ, թե որևիցե այլ անձի։ Ժողովուրդը պետք է հիշի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ կարծում եմ բազմաթիվ դրական առիթներ ունի եւ ունենալու է դեռ վստահ եմ հիշելու։ Իսկ դուք եկեղեցու դեմ շարժմանը մասնակցում եք, ձեզ կարծես թե չենք նկատում այնտեղ Նիկոլ Փաշինյանի շարժմանը միացած մասնակիցների կողքին։ Եթե խոսքը գնում է պատարակներին, ապա այո, պատարակներին մասնակցում եմ, այդ թվում այն պատարակներին, որտեղ որ վարչապետը անձամբ ներկա է։ Իսկ ինչպես եք վերաբերվում վարչապետի այն համեմատությունը, երբ որ ծայրահեղական իսլամի հետ համեմատեց հայ առաքելական եկեղեցին։ Ես ընդհանրապես կմեկնաբանեմ հետևյալը, որ հայ առաքելական եկեղեցին չպետք է լինեն գործակալներ, չպետք է լինեն անձինք, ովքեր որ հայ պետական շահին դեմ են աշխատում, երկրի գործակալներ են եւ իրենց առաքելության ոչ թե ծառայում են հայ ժողովրդին, ոչ թե ծառայում են Աստծուն, այլ նպատակներ են հետապնդում եւ եթե այդպիսիք կան մեր եկեղեցում, մենք պետք է քայլեր ձեռնարկենք նրանց հեռացնենք։ Իսկ մինչ այդ դուք պատարակների մասնակցում էիք, թե նոր սկսեցիք մասնակցել։ Հարցը կարծում եմ այդքան էլ դեռ չէ, ես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ ու կարծում եմ հարցը այդքան էլ դեռ չէ։ Պարոն, գիտեմ ձեր անհամար վճարը, ինչ միջոցներից եք մտածել եւ ինչ միջոցներով եք վճարել։ Իմ աշխատավարձ։ Այդքան բարձր է ձեր աշխատավարձը։ Կարծում եմ, որ անդամավճարն է բավականին ցածր։ Աշխատավարձը բավականին։ Օրինակ, այս նախախորհրդարանական ընտրություններում չի կրկնվի արդյոք հարաբերի կերպարը, երբ որ ՀԿ-ն գնում էր դեպի հաղթանակ, ինքնավստահություն էր դրսևորում, բայց արդյունքում անկում երկիրը բարեջանների միջոցով հաղթանակ է։ Փոքր ճշգրտում իրենք դաշինքով էին մասնակցում, այնուամենայնիվ վստահ եմ, որ 26 թվականի համապետական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթանակ է արձանագրելու, դա վստահ եմ եւ դրա մասին ցույց են տալիս նաև հանրության վերաբերմունքը մեր քաղաքական ուժի նկատմամբ, առավելապես վարչապետի նկատմամբ, դրա մասին խոսում են վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցող խաղաղության գործընթացի վերաբերյալ աշխատանքները եւ կարծում եմ հանրությունը, ժողովուրդը անպայման հունիսին, երբ որ կգա ընտրության, իր գնահատմամբ եւս մեկ անգամ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ուղևորի ազգային ժողով իբրև իշխանություն։